Հայաստանը պետք է պայքարի անկախ Արցախի համար, որից հետո արցախահայությունը պետք է վերադառնա իր տուն։ Գելափի հարցմանը մասնակցած 1100 հոգուց 46.6%-ն այս համոզմանն է։ 40%-ը պատասխանել է, որ Հայաստանը պետք է ինտեգրի արցախցիներին եւ հոգա նրանց սոցիալական կարիքները, 92%-ը նշել է, որ Հայաստանը պետք է անի առավելագույնը, որ արցախցիները ազգային փոքրամասնության կամ այլ կարգավիճակով անվտանգության երաշխիք ստանալով հնարավորություն ունենան վերադառնալու Արցախ։ Հարցման մասնակիցների 22.3%-ը լիովին բավարարված է իր կյանքից։ Ավելի շուտ բավարարված են նշել է 32.2%-ը։ 29.4%-ը նշել է, որ ավելի շուտ բավարարված չեմ եւ ընդհանրապես բավարարված չեմ նշել է 15.1%-ը։ Հարցման մասնակիցների գերակշիռ մասը մոտ 52%-ը հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի քայլերին, 34.2%-ը հավանություն է տալիս։ Մնացածը դժվարացել են պատասխանել։ Հարցին, թե որքանով եք վստահում վարչապետին, 24%-ը նշել է, որ լիովին վստահում է։ Ավելի շուտ չեմ վստահում նշել է 18.6%-ը եւ ընդհանրապես չեմ վստահում 35.5%-ը։ 12.3%-ը դժվարացել է պատասխանել, ես կարծում եմ սա եւս որոշակի բացասական տիրույթում է, բայց եթե միայն բացասական պատասխանները նայենք, մենք գրեթե 50-ից ավել տոկոս ունենք, ովքեր որ չեն վստահում Նիկոլ Փաշինյանին։ Եվրամիության հետ Հայաստանի ինտեգրմանը կողմ է հարցվածների 17%-ը, Ռուսաստանի հետ ինտեգրմանը 14%-ը, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները խորացնելուն կողմ է 13%-ը։ Հարցման մասնակիցների 41.1%-ը կարծում է, որ Հայաստանը ռազմաքաղաքական օգնություն կարող է ստանալ Ֆրանսիայից։ Ընդամենը մի քանի ամիս առաջ հունիսին 16%-ն էր այդպես կարծում, ցուցանիշը կրկնակի աճել է։ Ռուսաստանից ռազմական օգնություն ստանալու ակնկալիք ունեն հարցման մասնակիցների 14.4%-ը։ Այստեղ զգալի անկում կա։ Եթե համատենք հունվարի հետ 2023 թվականին նույն հարցը ունենք, գրեթե 2 անգամ նվազում կա այս ցուցանիշի։ Իրանից ռազմաքաղաքական օգնություն է սպասում հարցվածների 18.7%-ը, Միացյալ Նահանգներից 23%, Հնդկաստանից 21.3%, իսկ Չինաստանից 1.8%-ը։ Հարցումն անցկացվել է նոյեմբերի 1-ից 4